Ոչ միայն Հայաստանը այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել եւ կօգտագործեմ, դրա համար ունեմ բոլոր լծակները, որ մասնավորապես Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Բայց մյուս կողմից ես ասում եմ, այդ որ Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանը ումա պետք, այդ հայտարարությունը պետք է ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ դրա քաղաքական հետևանքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մենք չենք լինելու մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի արևելքից արևմուտք, մենք ունենք Ախալքալակ կարծ երկաթուղին բացվեց օրեր առաջ Հայաստանի համար, նրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է Թրիպը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում, մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը եւ այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով, մենք զարգացնելու ենք մենք զարգացնելու ենք, ես ուղիղ ասում եմ, սխալ եք վարվում հարգելի գործընկերներ, սխալ եք վարվում ինչ-որ սպառնալից ակնարկներ անելով, սխալ եք վարվում ուղղակի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այլևս պլեջի հույսի մնաց, պլեջը ծիպուլ, էլի ծիպուլ, պլեջի հույսին գտնվող պետություն չի, որ ասեք վայ կարտոշկեն կարող է 7 դրամ թանկանա եւ դրա արդյունքում Հայաստանի ժողովրդի ճնշումը բարձրանա։ Հայաստանը այլևս ոչ թե հազարների ու 10,000-ների երկիր է, Հայաստանը այլևս միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։